Մեկ այսօր ում սպանում են, ասում են նա ուներ հոգեկան շեղում։ Հանցագործում էր հոգեկան շեղում։ Գուցե ոստիկանության աշխատողները, գուցե Տեր Արամը, գուցե Դանիել Յոհաննեսյանը, գուցե մնացածը ունեն որոշակի շեղումներ, որոնց շրջանակներում իհարկե չեմ մեղադրում, ես ասում եմ գուցե, չեմ ասում, թող լսեն, արձագանքեն, այսինքն որն էր պատճառը այս ամեն ինչ կազմակերպելու։ Պարոն Փաշինյան, պատրաստ եմ ձեր հետ առանց ձեր օգնականների, կոնկրետ ձեր հետ քննարկելու ձեր անվանը վերաբերվող միլիոնավոր, հարյուրավոր միլիոնների հատկատային ռիսկերը։ Ինչի չեղավ արձագանք, գուցե ես ճիշտ էի։ Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, ըստ փողոցում գոյություն ունեցող սրճարանային ասեկոսների, հիմա Նիկոլ Փաշինյան, ըստ այդ ամենի վերցրած, ասում են, որ դու ստանում ես մասնաբաժին, ասում են, որ դու վերահսկում ես։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ստանում է մասնաբաժին եւ վերահսկում է, հիմա կարող եք ասել, որ կառույցը քանի գլուխ ունի ուսերին, որ հանգարց ստուգում իրականացնի, որ հանգարց ինչ-որ մեկին բռնի, որ հանգարց թերությունները շտկի, որ հանգարց մեկին ասի, այ չանես էլ այդպիսի բան։ Ոչ ոք չկալանավորվեց, ոչ ոք չմեղադրվեց, մի 4-5 հոգի 20 միլիոն իրար մեջ փայփայ արեցին։ Սա ես ասում եմ նվազագույնի մասին։ Պարոն Մեխակյան, վերջնական որոշում դեռևս չենք կայացրել, բայց կարծում եմ, որ մեր թիմը կգա այն եզրակացության, կգա այն որոշումը կկայացնի, որպեսզի ես եւ դուք, ես Արմավիրի բնակիչ, դուք Արմավիրի նախկին մարզպետ, դուք եզդի ազգի կողմից չափից շատ սիրված լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին, եթե մենք առաջարկությամբ հանդես գանք, սիրով կընդունեք մեր հրավերը եւ մենք կբանավիճենք լրագրողների աչքի առաջ։ Բարև ձեզ, Իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման կազմակերպության նախագահ իրավապաշտպան Այսեյ Իսայանին, շնորհակալություն պարոն Իսայան հրավերն ընդունելու համար։ Պարոն Իսայան, մենք բոլորովին այլ թեմա էինք նախատեսել մեր հարցազրույցի համար, սակայն այսօր դեպքերի այնպիսի զարգացում է եղել, որ չեմ կարող ձեզ որպես իրավապաշտպան չհարցնել, հատկապես մի այնպիսի թեմային է վերաբերում, որը շատ ուղիղ առնչվում է ձեզ, ես գիտեմ, որ դուք հիմա մի գրքի վրա եք աշխատում, որը վերաբերում է մեր հոգևոր հայրերի մասնակցությանը 1915-18 թվականներին փախստականների հետ կապված, եւ դուք ավելի մանրամասն կասեք։ Մենք այսօր առավոտից տեսանք, թե ինչ է կատարվում Արագածոտնի թեմում, բերման է ենթարկվել Մկրտիչ Սրբազանը թեմի առաջնորդ, արդեն ավելի քան 7 հոգևորականների քննչական կոմիտեներում գտնվելու մասին է խոսք գնում, դեռևս այսպիսի հեղեղուկ տեղեկություններ են, սակայն երևույթը աննախադեպ է։ Դուք որպես իրավապաշտպան ինչպես կգնահատեք կատարվածը։ Նախ հարգելի պարոն Սարաֆյան, շնորհակալություն հրավերի համար, անկեղծ ասած, թեման շատ ցավոտ է։ Եվ ամենակիչ ցանկալի թեմաներից մեկը, որի մասին առհասարակ կուզեի երբևէ խոսել։ Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են հայ առաքելական եկեղեցու հայրերին։ Հիմա տեսեք, այո, դուք ճիշտ նկատեցիք, երևի ինֆորմացիան լրագրողները ավելի լավ են տիրապետում եւ ձեզ նույնպես շնորհակալություն, ես աշխատում եմ մի գրքի վրա, աշխատության վրա, որը շուտով կներկայացնենք մեր ընթերցողի դատին, հայ առաքելական եկեղեցու հայրերի մասնակցությունը 1915-18 թվականների փախստականների եւ մանկատներում գտնվող որբերի ճակատագրերի կառուցման գործում, որպես հայրենասեր դաստիարակվելու գործում, որպես իրենց տունն օջախը եւ որպես իրենց կնորին, իրենց հավատքին, Քրիստոսին հավատարիմ մնացողների ճիշտ դաստիարակության եւ մեծացման եւ ճիշտ ճակատագրերի կերտման գործում, բայց ցավով եմ արձանագրում,
նաև այն փաստը, որ Արագածոտնի թեմում տեղի է ունեցել նմանատիպ ձերբակալումներ, ես նույնիսկ կարդացի իրավապաշտպան Ժան Ալեքսանյանի կողմից հրապարակված, որ նույնիսկ չգիտեն, թե ուր են տարել Մկրտիչ Սրբազանին։ Եվ նա Դանիել Հովհաննիսյանն էր հարցում, ասում էր գուցե տեղը կասեք, գուցե որպես իրավապաշտպան, ինչի համար, որովհետև թեման Պետրոս Ղազարյանի եւ Դանիել Հովհաննիսյանի միջև էր եղել քննարկումը, որի Արամի հետ էր եղել եւ Հովհաննիսյանը հաղորդում էր կայացրել։ Հիմա ում են ձերբակալում, ում են տանում։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, առաքելական եկեղեցու հետևորդներից, թմրանյութ վաճառողների հետևից են ասել լարվել, որոնք վախտում են փողոցներում։ Ում հետևից են լարվել։ Իշխանափոխության, չգիտեմ, անձանց կեղեքելու, թալանելու, սպանություններ կազմակերպելու, նմանատիպ դրվագներով, հա, ողողված, այդ ապրելակերպով, այդ ձևով ապրողների հետևից են զգում, ինչն են կանխում, ում են բռնում, դեռևս չկա պարզաբանում, դեռևս ինչքանով ես տեղեկացա, մինչև ձեր մոտ մտնելը, դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե ինչի համար է թեմը, Արագածոտնի թեմը, ինչ համար է եկեղեցու, այսպես ասեմ, սեյֆերը, պահատուփերը եւ մնացածը ինչի համար են կոտրվում կամ բացվում կամ ստիպում որ բացվեն, ինչ են փնտրում այնտեղ։ Դա 15 թիվն է, թե 37 թիվն է։ Հիմա տեսեք, նույնիսկ 1915-18 թվականներին, երբ որ թուրքական յաթաղանը ճոճվում էր հայ ազգի գլխին, երբ որ ամբողջ հայ ազգը Արևմտյան Հայաստանից տեղահանվում էր, երբ որ գլխատվում էր հայ մայրը, հայ կինը, ինչպես նաև անմասն չմնաց եզդի ժողովուրդը, նույնիսկ տվյալ ժամանակ շատ եկեղեցիներում թուրք իշխանավորները հարգանքով են վերաբերվել հայկական եկեղեցիներին։ Թույլատրել են, որպեսզի այնտեղից հանվեն մագաղատները, թույլատրել են, որպեսզի այնտեղից հանվեն գավաթները, սրբոցները, չգիտեմ, այն ամեն ինչը մասունքներ, որոնք կապված են հայ առաքելական եկեղեցու հիմքի հետ, որոնք առնչվել են Քրիստոսի անվան հետ, Սուրբ Երրորդության հետ։ Հիմա ես չեմ ուզում մեր իրավապահներին, առհասարակ ԱԱՑ-ին կամ մնացած կառույցներին ասեմ, դուք այսպես, ես չեմ տեսել նյութերը, թե ոնց են բացում, ոնց են կոտրում, ոնց են կամ ոնց որ ասում են Նիկոլ Փաշինյանը, ոնց են պարկացնում ասֆալտին կամ ինչ են անում։ Իսկ պարոն Սարոյան, գուցե դուք տեղյակ եք մի քանի օր առաջ ով էր հրահրողը, մեկ այսօր ում սպանում են, ասում են նա ուներ հոգեկան շեղում։ Հանցագործում էր հոգեկան շեղում։ Գուցե ոստիկանության աշխատողները, գուցե Տեր Արամը, գուցե Դանիել Հովհաննիսյանը, գուցե մնացածը ունեն որոշակի շեղումներ, որոնց շրջանակներում իհարկե չեմ մեղադրում, ես ասում եմ գուցե, չեմ ասում, թող լսեն, արձագանքեն, այսինքն որն էր պատճառը այս ամեն ինչ կազմակերպելու։ Ես կարդացի Դանիել Հովհաննիսյանի արձագանքը Տիկին Ալեքսանյանին Ժանային, ասում է ես դրա մասին ասել եմ, ես հաղորդում չեմ ներկայացրել։ Ես միայն դրա մասին ասում եմ, ես ինքս եմ կարդացել հրապարակման տակ իր երկտողը։ Լավ է դեպքում ինչ ինֆորմացիա ստացան, տեսեք, մենք իրավապաշտպաններս, իրավապահ համակարգի հետ համագործակցողներս լսում ենք ինֆորմացիան, ստուգում ենք ինֆորմացիան, նոր դրանից հետո իրականացնում ենք, հա, կանխարգելիչ միջոցառումների համագործակցության այդ սխեմայի մշակումը, նոր դրանից հետո կատարում են քայլեր, որը չի նվաստացնի անձի արժանապատվությունը։ Ինչ եք անում դուք։ Ընդհանրապես ուրախացնում եք մեզ համար թշնամի, գուցե ձեր համար հարազատ ժողովուրդներին, որոնք մեր երկու հարևաններն են։ Պարոն Իսայան, դուք օրեր առաջ ահազանգել էիք, որ դպրոցաշինության բնագավառում ատկատային ռիսկեր կա, այս դեպքի հետ կապված որ դռները պետք է ջարդել։ Հիմա տեսեք, Նոյան Տապանի հարթակից ես հայտարարեցի, նույնիսկ ցույց տվեցի փաթեթը, որ ասեցի Նիկոլ Փաշինյան, սա ձեր համար է, սա ձեր մասին է, այստեղ Եղեգնաձորից մինչև նոյեմբերյան դպրոցաշինության բնագավառում ատկատային ռիսկեր ահռելի թվերով,
ահռելի, աստղաբաշխական, յուրաքանչյուր դպրոցում գուցե եւ մի հատկատային ռիսկը հասնի 6-ից 800 միլիոն դրամի։ Ու ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է կրիչավատանում։ Ես ուղի խոսքս ուղղել եմ իրան։ Իսկ ուր էր այդ ժամանակահատը գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոնը, քննչական կոմիտեն, ոստիկանությունը վերջապես։ Իսկ ուր էին Նիկոլ Փաշինյանի խորհրդականները, օգնականները, լրագրողական դաշտի իր հլու հնազանդները, որովհետև ամեն դեպքում ինքը ունի իր հնազանդ կառույցները, ուր էր ազգային ժողովին ծառայություն մատուցողը, ամեն դեպքում տեսեք իրավապահ համակարգը ամենտեղ ունի աչք, ականջ, ունի ինֆորմատորներ։ Դանիել Իոնիսյանը այս պահին երկրում չի, թե չէ ձեր հարցազրույցը արդեն կուղարկեր։ Հա, արդեն ուղարկած կլներ։ Ուր էին նրանք։ Այսել Իսանը հայտարարությամբ է հանդես գալի, եւ Այսել Իսանը նաեւ դրան շարունակ, հա, իր խոսքում ասում է, որ պարոն Փաշինյան, պատրաստ եմ ձեր հետ առանց ձեր օգնականների կոնկրետ ձեր հետ քննարկելու ձեր անվանը վերաբերվող միլիոնավոր, հարյուրավոր միլիոնների հատկատային ռիսկերը։ Ինչի չեղավ արձագանք։ Գուցե ես ճիշտ էի։ Գուցե լռությունը համաձայնության նշան էր, հակառակ դեպքում այսքան ժամանակ անց պետք է առնվազն մի 10 անգամ կանչված լինեի կառույցներ, իսկ ինձ կառույցներ չեն կանչելու, որովհետև ես այդ հրապարակման շրջանակներում առաջարկել եմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ քանի որ մինչև այս պահ հանդիպում դեռևս իրենց կողմից չի առաջարկվել, չի նշանակվել, պարոն Սարոպյան, մենք կխնդրենք ձեզ, ձեր հետ միասին, բոլոր լրագրողների հետ միասին, ովքեր սրտացավ են Հայաստանի Հանրապետությունում դպրոցաշինության կամ բյուջեի մխսմանը ուղղված կամ ակտային ռիսկերով ողողված կամ չգիտեմ հարյուրավոր պրոյեկտների գումարներ խլող, թալանող, մխսող այս բանավեճը լուսաբանելուն բանավեճ, որին մենք հրավիրելու ենք Հայաստանի Հանրապետության 4 իրավապահ կառույցներին, ներողություն 5 գլխավոր դատախազություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե եւ հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաեւ քաղաքաշինության կոմիտեն պարտադիր մեծ սիրով, ինչպես կասեր մեր Ամերիկայում դատվող Վարդան Ղուկասյանը սուրճով, լատեյով հրավիրում ենք թող գան ասեն, որ պարոն Իսան, ձեր կողմից տիրապետող ինֆորմացիան սխալ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Թող գան լրագրողների ներկայությամբ հերքեն։ Պարոն Իսան, խոսքը տենդերներին է վերաբերում։ Պարոն Սարոպյան, հիմա տեսեք, իրականացում են շինարարություններ, որոնք կիսատ են թողվում, տենդերը շահողներին զրկում են տենդերներից, հետո թվերը ավելանում, հետո մեկ ուրիշը արդեն իրանց սրտին մոտիկ, իրանց հարազատ, ինչ-որ մեկի խնամի բարեկամ, Նիկոլ Փաշինյանի ասած քեռու մորքուր գոյություն չունեցող, բայց իրականում դրանով թաթախվածները շահում են տենդերները ավելի մեծ թվերով, աստղաբաշխական, ասենք թե դուք շահել եք 500 միլիոնով, 200 միլիոնի գործ է կարը եւ ձեզ զերկում են այդ տենդերից, դրանից հետո տենդերը նորանշանակվում, փոխանցում են մեկ այլ անձի եւ արդեն ոչ թե 500 միլիոնով, արդեն 800 միլիոնով, բայց 200-ը դուք արդեն ծախսել եք։ Այսինքն 500 պլյուս 300, դառավ 800, բայց 200 ուր գնաց։ Ինչի համար չտվեցին, չավելացրեցին եւ չտվեցին տվյալ անձին, ով որ արդեն տվյալ կառույցին, ով որ արդեն շահել էր տենդերը եւ բավականին լուրջ աշխատանքներ էր կատարել։ Դե կասեն լավ չէր սարքել չափանիշների։ Մասնակցել են նաեւ մեր բանավեճին քննարկմանը ներկայ լինելու նաեւ այդ տենդեր շահած եւ կորցրած նաեւ կառույցների այդ ղեկավարներ, կազմակերպությունների շինարարական թող գան ասեն այստեղ դու ստում էիր։ Մենք էլ կասեն որ ոչ եղբայր դու ես ստում եւ քո ստերով կերակրում ես իշխանություններին, որոնք ես գուցե հավատում են, կամ գուցե նրանք քո կողմից մատուցված կոռուպցիոն ամանից, լափամանից, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը,
ձեռներս է խփում, ես հիշում եմ կոմունիստների ժամանակ, եթե չեմ սխալվում, կար մի հետաքրքիր այսպես հումորային քաղաքական երգ, որ ասում էր այս ամանը մեծ աման է, ով որ ձեռքը շուտ մեկնի, ամենահամեղ պատառը նա իր փորը կտանի։ Գուցե մարդիկ հիմա առաջնորդվում են այդ երգով, գուցե ապրում են այդ երգի, հա, նոտական այդ որ օղակն է օղակում է բաց թողումը տիմ մարմինների նախարարության ԿԳՄՍ թե ավելի վերև պետք է փնտրել հիմա տեսեք հարգարությունը ով պետք է իրականացներ հիմա տեսեք ես ձեւ ավելի հետաքրքիր կասեմ երբ որ տան տերը տան գլուխը իրականում լինում է կոռումպացված, ինչպես մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, ես չեմ մեղադրում, ես ընդհանրապես հարցնում եմ, հարցրել եմ, թե արդյոք ինքը տեղյակ է, թե արդյոք ինքը շաղախված է, ստանում է մասնաբաժին, ես հարցնում եմ, եւ այդ հարցման շրջանակներում դեռևս չեմ ստացել պատասխան, քանի որ ինչպես լրագրողներն են սիրում ասել եւ առավել եւս հայկական ժամանակի եւ նախկին օրագրի լրագրողները, իմ խոսքը նաեւ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ իմ շատ հարգելի Վահագն Հովակիմյանը, ով երկար տարիներ համագործակցել է ինձ հետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կցված եղել Եզդիների միությանը, հետո Ավետիս Բաբաջանյանը, որոնք ուղղակի լուսաբանել են եզդիական համայնքի հետ կապված խնդիրները։ Հիմա տեսեք, ասում են, ըստ օդում կախված լուրերի, ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, ըստ փողոցում գոյություն ունեցող սրճարանային ասեկոսների։ Հիմա Նիկոլ Փաշինյան, ըստ այդ ամենի վերցրած, ասում են, որ դու ստանում ես մասնաբաժին, ասում են, որ դու վերահսկում ես։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ստանում է մասնաբաժին եւ վերահսկում է, հիմա կարող եք ասել, որ կառույցը քանի գլուխ ունի ուսերին, որ հանգարց ստուգում իրականացնի, որ հանգարց ինչ-որ մեկին բռնի, որ հանգարց թերությունները շտկի, որ հանգարց մեկին ասի, այ չանես էլ այդպիսի բան։ Հիմա ես մի քիչ ծաղրանքով եմ հիշում, անկեղծ ծաղրանքով, երբ 18 թվականին տեղի ունեցավ Հայաստանում արհավիրքը, որի անունը դրեցին Թավշյա հեղափոխություն, որին ցավոք սրտի ես ինքս նույնպես մասնակից եմ եղել, Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին բազմելուց հետո կատարեց նմանատիպ հայտարարություն, բառացի չեմ ասի, բայց միտքը ամբողջապես կֆիքսեմ, որ ոչ ոք չի կալանավորվի, ով որ թալանել է, այլ թալանածը հետ կբերի կդնի տեղը եւ կազատի պատասխանատվությունից։ Հիշում եք։ Դուք ինձանից լավ եք հիշելու։ Հիմա այս պահին բոլորը շատ լավ առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ կայացած որոշումից եւ կատարած հայտարարությունից, գողանում են գումարը, գուցե եւ գումարը դնում են շրջանառության մեջ, ամենակարճ ժամանակահատվածում մի հատ կլորի գումար են հետ գցում, հարստանում են, դա ապօրինի հարստացում չի, դա օրենքով վերցրած գումարը եւ դա ինքնիրավչություն է, օրենքն ասում է ինքնիրավչություն։ Նա ինքը որոշեց, գումարը վերցրեց, իր շահի համար օգտագործեց, հետո այդ գումարը բռնեցին, բերեց դրեց տեղը, ազատվեց պատասխանատվությունից, բայց ինքը արդեն հարստացած է։ Եվ այլևս նրանով ապօրինի հարստացման հանձնաժողով է, թե ինչ է գլխավոր դատախազությունում, հակակոռուպցիոնում, այլևս դրանով չի զբաղվում։ Բայց հիմա տեսեք, մենք ունենք անձինք, ովքեր որ բռնվում են հանցագործության մեջ, պետական գումարների հափշտակման կամ չգիտեմ ինչի հետ։ Հետո ասում են, որ գումարը ящик, ռենջ, հետ վերադարձավ, բայց տվյալ մարդը մնաց հարուստ։ Ինչի? Որտեղ նա գումարը դրել էր շրջանառության մեջ եւ միջև բացահայտվելը բավականին լուրջ հարստացել է, իսկ դպրոցը, մանկապարտեզը, ծրագրերը, ծիգի ներկայացրած, չգիտեմ ում ներկայացրած, ԿԳՄՍ-ի կամ մեկ այլ կառույցի մնացին անավարտ։ Ինքը ջահատվեց, որովհետեւ ինքը ազատված է քրեական պատասխանատվությունից, եթե հաշվարկած գումարը հետ է բերում։ Տարել էր 50 միլիոն շահավետ գործարք է էլի պետության հետ։ Դրա համար
Իմ կարծիքով ես որպես իրավապաշտպան վերլուծում եմ դա, ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Դրա համար հիմա եկան բռնեցին անձին։ Անձ ինչ է իրականացնում, ասում ախպերս ցավը տանեմ։ Նիկոլն ասել է, չէ, դատվել չկա, նստել չկա։ Ես 20 միլիոնը դիր գրպան է այդ։ Մեկը դու ինչ ես կանանավորում, մեկը դատավորն ասում է, որ խափանման միջոց չընտրել կալանք, կամ քննիչը կամ դատախազը չեն պնդում, որ գիտեք ինչ կա, չէ պետք է կալանավորվի, չէ մեկը չեմ կալանավորվում։ Ինձ որ տանեն բերդ քեզ ինչ։ Լես մի 10-20 միլիոնը դիր գրպան այդ, հա, պետությունից ինչքան են վերցրել։ Հաշվում են 137 միլիոն դրամ։ 137 միլիոն դրամը հետ է մուտք անում պետական բյուջե, այո, շահույթս կազմել է 65 միլիոն, այս 20-ը քեզ ձեր կոլեկտիվով կերեք, այն 5 միլիոն կմուծեմ որպես գրավ չկալանավորվելու դիմաց, այն մնացածը իմ բիզնեսը շարունակվում է, ես փողերը օրինական ճանապարհով բիզնես եմ զարգացրել, հարկերը տալիս եմ բիզնեսից, հա, այս ինչը տալիս եմ, այն ինչը տալիս եմ, հա, հո ոչ մեկի չեմ նեղացրել, ոչ, այստեղից բիզնեսը չտուժեց, թալանչու, չտուժեց, ոչ ոք չկալանավորվեց, ոչ ոք չմեղադրվեց, մի 4-5 հոգի 20 միլիոն իրար մեջ փայփայ արեցին, սա ես ասում եմ նվազագույնի մասին։ Հիմա հասկացաք սխեման ոնց է գործում, սա իմ վերլուծությամբ և իմ գնահատմամբ, երկրի ղեկավարն ասել է կալանավորում չկա, չեն կալանավորում, երկրի ղեկավարը որոշում է կայացրել, ով հետ բերի տա անձեռնմխելի է, հետ բերես տվեց, ծրագրերը մնացին կիսատ, հետ ընկավ դպրոցաշինությունը, մանկապարտեզի և մնացածի ծրագրերը։ Դրա վրա են PR-վում այս իշխանությունը, թվեր են ներկայացնում, որ այսքան շինարարություն են կանում, երբևէ այդքան մարզերում դպրոց։ Դե հիմա թող ասեմ, տասնյակ դպրոցներ մնացել են կիսատ անառվարդ, անձինք զրկվել են տենդերից, տենդերի թիվը երկրորդ անգամ աճել դարձել է մի հատ աստղաբաշխական թիվ, որի մասին մենք խոսենք հիմա ես ընդամենը հա թեթևես եմ ներկայացնում են, ինչի մասին որ մենք ունենալու ենք քննարկում, եւ ես համոզված եմ, որ մեր լրագրողները, ովքեր իրականում այս PR-ի դեմ նաեւ պետ բյուջեից խլելու, գողանալու, մսխելու Նիկոլ Փաշինյանի կողմից կամ իր ընտանիքի անդամների կամ նրա հետ փոխկապակցված անձանց կամ նրա տեղակալների եւ ենթակաների իր ձեռքով, իր որոշմամբ, իր հայեցողության պաշտոնների նշանակվածների կողմից լապվող փողերի լափամանից օգտվողները ուրախ են։ Պարոն Իսյան, ես հասկանում եմ, որ ձեր հաստ թղթապանակից դեռ շատ քիչ փակագծեր եք բացում, ինչու հաղորդում չեք ներկայացնում կամ ինչու այդ տենդերներից տուժածները, հա, հաղորդումներ չեն ներկայացրել իրավապահներին այս պահին։ Հարգելի պարոն Սարաֆյան, կպատասխանեմ ավելի անկեղծ, ավելի բաց, որովհետև իրավունքը դա բոլորի իրավունքն է, եւ այս պահին ես գտնում եմ իրավունքի հարթակում։ Եվ հարցազրույց կամ քննարկում այս պահին իրականացնում եմ անձի իրավունքով շահագրգռված անձի հետ, որը դուք եք, քանի որ մենք միասին երևի Նոան Տապանից հետո դուք երկրորդ կառույցն եք, ում հետ մենք բավականին լուրջ ու հայզև ավելի մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղված քննարկումներ են կատարել, որի համար ձեզ շնորհակալություն։ Փոխադարձաբար։ Հիմա տեսեք, եթե ես ներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին, գործը գլխավոր դատախազությունից կգնա կառույց, որտեղից ես կստանամ ինչ-որ մի հատ պատասխան, ու այդ պատասխանը արի ու գնա դատարաններում բողոքարկի ու շարքի, չկա պատասխան, բայց ես դրան ավելի լավ, ավելի մեծ հրավիրում եմ, ասում եմ, եկեք քննարկենք եւ դուք ասեք, որ Այսերիսյանը սխալ է, որ Այսերիսյանին սրճարաններում մատուցված լուրերը կամ օդից կախված լուրերը կամ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացած լուրերը Նիկոլ Փաշինյանի կռիշավատ անելու վերաբերյալ սխալ են, սուտ են, չեն համապատասխանում իրականությանը։ Այ երբ որ լրագրողները հնչեղությունը կբարձրացնեն հարցի, իշխանությունները ստիպված կլինեն արձագանքել։ Իրավահամակարգը ստիպված կլինի որոշակի նյութեր նախապատրաստել, եւ Նիկոլ Փաշինյանը
գուցե եւ տեղյակ չի, չեմ մեղադրում։ Գուցե եւ տեղյակ չի։ Կիչեսնի համապատասխան հրահանգ կասի ստուգել, կալանավորել, վերցնել, ճշտել, քանի հոգի կերան, ով ինչ գտալով կերավ։ Համաձայն եք թե չէ։ Խոսքը մի քանի համայնքապետերին կվերաբերի, պարոն Իսահյան, որոնց գլխին կկոտրվի։ Ոչ։ Դպրոցաշինության մեջ համայնքապետը փոքր մարդ է, սա գնում է քաղաքաշինության կոմիտեի հետ կապված ավելի հստակ, որովհետև քաղաքաշինության կոմիտեն պատվիրատուն է, որովհետև քաղաքաշինությունը ինքն է վերահսկում, ինքն է տալիս, ինքն է զրկում, ինքն է որոշում համապատասխանում է, թե չի համապատասխանում, թերի էր կամ ամբողջական էր, ինչի խեղճ գյուղապետի ինչ արի, Արմավիրի մարզպետին բանի Ջանֆիդա գյուղում մի հատ բան են կախիչներ զուգարանի ծորակի վերևում կախված սրբիչի կախիչի պատճառով հանեցին աշխատանքից Էդվարդ Հովհաննիսյանին։ Ընդամենը դա էր։ Այսինքն, գիտեք, պարոն Սարաֆյան, մի քիչ կոպիտ գույց է հնչի։ Երկրի վարչապետը գնում զուգարանում կախիչի ամրությունը աստուգում։ Դուք հասկանում եք մենք ինչքան ենք իջել մեր մակարդակով։ Ստուգելու էլ բան չկար, Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զուգարանի կախիչը պետք է ստուգվեր, ծորակները, այնտեղ չգիտեմ ինչներ, հա, դուշը 2500 դրամանոց էր, թե տենդերում ասենք 5700 դրամ էր, եզև ինչ որ թվերի բաների վեճերի մասներ խոսք։ Բայց դուք անգամ այդ մանր թվերի մասին չեք խոսում, ոնց հասկանում եմ միլիոնների մասին։ Ես խոսում եմ յուրաքանչյուր դպրոցի հետ կապված մոտավորապես 4-ից 600-800 միլիոն դրամների մասին, պարոն Սարաֆյան։ Ես խոսում եմ միլիարդավոր դրամների հասնող թվերի մասին։ Թող գան հերքեն, թող գան ասեն այսերի սանը ճիշտ ինֆորմացիա չի ստացել իր հարազատներից, իր մտերիմներից, իր սրտացավ համագործակցողներից, ես ավելի շուտ չեմ ասի երբեք, հա ինֆորմացիա ինձ տվողներից այդպիսի բան չկա, նրանք իմ հարազատներն են, իմ ընկերներն են, ովքեր որ սրտացավ լինելով Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակների, հա դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, կրթական հաստատությունների եւ առհասարակ կառույցների բոլոր տիպի կառույցների հետ կապված, ասում են պարոն Իսահյան, այսպիսի մի բան կա, այլ մի հատ խնդրում եմ դուք ձեր տարբերակով ստուգեք կամ բարձրացնեք կամ բան։ Նրանք իմ հարազատներ են, նրանք սրտացավ անձինք են Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, նախանձախնդիր անձինք են։ Աստվածաշունչը շատ հստակ նման մարդկանց անում է նախանձախնդիրներ, բարի նախանձով վարակված, ովքեր ուզում են, որ իրականում մերը հարևանից լավը լինի, հարևան երկրներից ավելի, բայց դե արի ու մերը հարևանից լավը լինի։ Պարոն Իսահյան, փաստորեն որպես հաջորդ քայլ դուք ուղարկելու եք հրավերներ ավելի լայն լսումների այս կառույցներին եւ չարձագանքելու դեպքում արդեն այլ ավելի մեծ փակագծեր կբացվեն։ Ոչ, հիմա տեսեք, դուք շատ ճիշտ ասեցիք, նախ այո մենք հրավերներ ուղարկելու ենք քննարկման օրվա եւ ժամի հետ կապված, մենք հրավերներ ուղարկելու ենք նաեւ լրագրողներին, խնդրելու ենք որպեսզի նրանք գան, լուսաբանեն ավելի մեծ լսարանի համար ավելի հնչեղ, մենք հրավեր ուղարկելու ենք նաեւ փորձագետներին, ովքեր կգան եւ ըստ ներկայացված հաշիվ նախագծերի, նախագիծ նախահաշիվների, շեղումների եւ մնացածի, ով մենք արդեն կունենանք մեր ձեռքին, բանավոր եզրակացություն կներկայացնեն եւ թող մնացածը հերքեն, պարոն Սարաֆյան, եթե կունենան հերքելու բան։ Եվ մենք ձեր հետ միասին կապահովենք Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովուրդների համար, հա ժողովրդի եւ բոլոր ազգերի համար, որովհետեւ բոլորի երեխաներն են սովորում։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության այդ դպրոցներ են այցելում նաեւ մեր մոտ փախստականի կարգավիճակով կամ ուղակի աշխատանքային վիզայով եկած հնդիկների, պակիստանցիների եւ մնացած ազգերի երեխաներ,
ովքեր կուզեն, որ իրանց դպրոցը լինի մաքուր, ովքեր կուզեն, որ իրանց բնակության վայրի երկրի նախագահը, ղեկավարը, վարչապետը կամ իշխանությունները չլինեն ստախոս։ Նրանք կուզեն լսել ճշմարտության եւ արդարության ձայնը, նրանք կուզեն ունենալ իրենց ամրագրված իրավունքը Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոլորտներում։ Պարոն Իսայան, նաև որպես հասարակական կազմակերպության նախագահ եմ ձեզ ուզում հարցնել, առհասարակույս նախընտրական շրջան ենք թևակողում եւ հիմա արդեն տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են հայտեր խորհրդանական ընտրություններին մասնակցության, վաղ շաբաթի ընտրությունները ընդամենը մի քանի շաբաթ հետո արդեն իրականություն կդառնա, տեխնատուների պակաս չկա, ինչպես վաղ շաբաթ քաղաքապետի, այնպես էլ արդեն վարչապետի տեխնատուներ։ Որն է ձեր տեսլականը եւ ինչպես պիտի անենք, որ մեր ժողովուրդը ունենա բարեկեցիկ, մարդասիրական եւ տնտեսական զարգացող պետություն։ Նախ շնորհակալություն տնտեսական զարգացող տնտեսապես զարգացող ավելի ճիշտ դա մեր կառույցի անվան մի մասն է եւ մենք դրանով առաջնորդվում ենք։ Պարոն Սարոփյան, ուրեմն մեր կառույցի հիմնադիր խորհրդի եւ բոլոր մեր սրտացավունքների հետ ունեցել են քննարկում, ինչպես նաեւ Եզդների տուն ազգային շարժման հիմնադիր խորհրդի հետ եւ կարծում եմ մեր վերջնական որոշմամբ հանդես կգանք, կհայտարարենք, որ Էջմիածնի ընտրություններին ընդառաջ բանավեճի կհրավիրենք բոլոր տեխնացուներին, բայց ոչ միասնական, այլ անհատապես, որպեսզի ոչ մեկ մեզ չխանգարի եւ մենք ունենանք ասելիք բոլորին, ասելիք ժողովրդին։ Նախ ասեմ, որ այս պայդրությամբ ոչ մի տեխնացուի կամ ոչ մի քաղաքական ուժի կողմից ներկայացված տեխնացուի չեն պաշտպանում։ Մեր կառույցը ներգրաված չէ ինչ որ մեկի տեխնացությունը պաշտպանելու մեջ, որպեսզի հետո ինչ որ քննարկման թեմա չլինի, ասեն այսօր իսանը սրան էր պաշտպանում, նրան էր պաշտպանում, ոչ։ Ես պաշտպանում եմ ժողովրդի իրավունքը։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ մեր ամենահնչեղ տեխնացուներից մեկը ազգային ժողովի նախկին պատգամավոր, Խոյ համայնքի նախկին ղեկավար, Արմավիրի մարզի նախկին մարզպետ, այժմ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հավակնորդը տվյալ աթոռի Արգիշտի Մեխակյանը մեծ սիրով կընդունի իմ հրավերը եւ կգա ինձ հետ բանավիճելու, քննարկելու։ Շփազանց լավատես չեք, պարոն Իսայան։ Ես կարծում եմ, որ նա մեծ սիրով կգա, որովհետև դա կբխի նաև իր շահից, որովհետև այսօր Իսանի հետ բանավեճ իրականացնելուց նա կունենա ժողովրդին ասելու բավականին խոսքեր, բավականին ծրագրեր, որոնց գուցե ես չհավատամ եւ նա փորձի ինձ ապացուցել իր կողմից չկատարված գործերը այս 4 պաշտոններում մինչև այսօր գուցե պատճառաբանի թե ինչու չի հասցրել ոչ մի բան անել կամ մասնակի ինչ որ բաներ է կատարել, որովհետև մշտապես առնչվել է համայնքների հետ, համայնքում արկա իրավունքների խախտումների եւ մնացած հարցերի հետ։ Պարոն Մեխակյան, վերջնական որոշում դեռևս չենք կայացրել, բայց կարծում եմ, որ մեր թիմը կգա այն եզրակացության, կգա այն որոշումը կկայացնի, որպեսզի ես եւ դուք, ես Արմավիրի բնակիչ, դուք Արմավիրի նախկին մարզպետ, դուք Եզդի ազգի կողմից չափից շատ սիրված լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին, եթե մենք առաջարկությամբ հանդես գանք, սիրով կընդունեք մեր հրավերը եւ մենք կբանավիճենք լրագրողների աչքի առաջ։ Դեմ չեք լինի, չէ, պարոն Սարոփյան։ Սիրով կգաք լուսաբանելու, չէ։ Իհարկե։ Մնում է որ մենք առաջարկությամբ հանդես գանք։ Պարոն Իսայան, միայն օրակարգը հստակեցնենք։ Դպրոցաշինությանն է վերաբերելու, թե ավելի լայն
օրակարգ եք նախատեսում բանալի։ Հիմա տեսեք, պարոն Մեխակյանը, ես ասեցի, ազգային ժողովի падգամավոր իր մանդատ ունենալու ժամանակ հարցեր, իրավունքներ նախագծեր։ Խոյ համայնքի ղեկավար ազգաբնակչության առնչվող հարցեր, ծրագրեր, իրականացված, կիսատ թողած գործեր, որոնց մասին ափսոսում է, որ կիսատ է թողել։ Արմավիրի մարզի մարզպետ, ամենախիտ բնակեցված մարզը Երևան քաղաքից հետո 287,000 մարդ բնակության կազմով թվով։ Այս պահին էջմիածնի, սուրբ էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ պաշտոնի հավակնորդ քաղաքապետի։ Ինձ թվում է, որ պարոն Մեխակյանը այնքան հրաշալի բաներ կասի, այնքան հրաշալի ծրագրեր կներկայացնի, որով ուղղակի մենք հիացած կմնանք։ Մնում է, որ մեր թիմը իր վերջնական համաձայնությունը տա, որ ես եւ պարոն Մեխակյանը բանավիճենք։ Ես տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների հիմնականում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներ են, նաև ասորական համայնքն է բավականին մեծ, ներկայացուցիչ, իրավապաշտպան, փոքրի շատ եմ արձին տիրապետում եմ եւ պարոն Մեխակյանը հզոր անձ, ում հետ բանավիճելուց ես գուցե մի փոքրել կաշկան արդեն սկսենք հավատալ, որ իսկապես այդպես եք մտածում։ Կաշկանվածություն կարող է ես ունենամ պարոն Մեխակյանի հետ բանավիճելուց։ Ամեն դեպքում իմ դիմաց նստած է լինելու Արգիշտի Մեխակյանը։ Սպասենք մեր կառույցի, մեր թիմի վերջնական որոշման պարոն Մեխակյան։ Եթե որոշում կայացրեցին, որ մենք ձեզ պետք է հրավիրենք, ես ուրախ կլինեմ ձեր հետ նստելու նույն սեղանի շուրջ եւ բանավիճելու։ Իսկ լրագրողները մեզ կտան հարցեր։ Երևի Մեխակյանը վերջին շրջանում այսքան դրական խոսքեր չէր լսել, որևէ մեկից։ Ես մշտապես ասել եմ, հա, իդեպ ասեմ, պարոն Սարաֆյան, Արգիշտի Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը եղել է եզդիական համայնքի կողմից սիրված անձ եւ բազմաթիվ եզդի ընտանիքներ կան, ովքեր ուղղակի հիացմունքով հիշում են, թե ինչպես էր փոքրիկ Արգիշտին եզդիների տուն գնալուց այն եզդիական տոների ժամանակ, ով են ամենահամով թիքեն տալիս էր իրան, ով են սեղանի վրայից էլ մի ջուկ, էլ կանֆետ, էլ գաթա, եզդիական ավանդական գաթան, այսօր արդեն մեծն Արգիշտին մի թիմի մաս է կազմում, ով ասում է, որ Արցախը Ադրբեջան է, այն Արցախը, որի ազատագրողներից մեկը իր հայրն էր։ Դե դա եթե մենք բանավիճենք, դրա մասին էլ կարծում եմ մենք կզրուցենք պարոն Մեխակյանի հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։